Սիրելի հետևորդներ, նոյեմբերը սկսում ենք, նոյեմբերի 1-ը շատ դրական դիրքերով, Լուսինը ձկների կենդանակերպում կարիճի հետ դրական դիրքեր, մինչև Մարսն էլ անցնի աղեղնավորի կենդանակերպ, երկու շատ բարենպաստ օր տեսնում եք։ Այստեղ ֆինանսների հետ կապված, ժառանգության հետ կապված, կտակի հետ կապված, ներդրումների հետ կապված, ձեր երազանքները իրականացնելու հետ կապված, անշարժ գույք, արք ու վաճառք։ Տեսեք, որտեվ այստեղ մենք տեսնում ենք ընտանիք, հայրենիք, օջախ, բնակարան, այդ ամենը գտնվում են դրական թրթիռների ներքո։ Ուստի նոյեմբերի 1-ը եւ 2-ը ամենաբարենպաստ օրերն են, բայց նաեւ բարենպաստ են այդ օրերը բեղմնավորման համար, իհարկե աղջիկ երեխայի բեղմնավորման համար է բարենպաստ։ Հաջորդ երկու օրը տեսնում եք բարդ են լուսնի դիրքերը, 3-4-ը խոյի կենդանակերպում կոնֆլիկտային վիճակներ, տեսնում ենք ամսի 4-ին հերիք չի Մարսը արդեն անցնում է աղեղնավորի կենդանակերպ, այդ ճգնաժամային պահում է, բայց միևնույն է, ես նայում եմ դեռ 16-25-ի դրությամբ այն դեռ վերջին այդ աստիճանների վրա է, կոնֆլիկտներից խուսափեք 3-ին 4-ին ոչ մի բանակցություն, ոչ մի խոսակցություն, տանը եթե լինեք, անպայման մի փոքր այսպես խոսքից հնարավոր է մեծ պատմություն լինել։ Լուսինը խոյում, նրանք ովքեր մեքենաներ են վարում, ովքեր երեխաների հետ են, լուսինը երեխաներ, խոյը դա ակտիվություն, փորձեք այդ ամենը վերացնել կամ այդ ամենը չեզոքացնել ֆիզիկական ակտիվության միջոցով, բայց ոչ երբեք կոնֆլիկտների եւ ագրեսիվ պահվածքի այդ միջոցով։ Հաջորդ երկու օրը մենք դիտարկում ենք նոյեմբերի 5-ը անբարենպաստ է ֆինանսական գործարքների համար, հիշում եք չէ, որ նոյեմբերի 9-ին Մերկուրին նահանջելու է, դրան նախորդ բոլոր դրական օրերը կարող եք օգտագործել։ Եվ եւս մեկ դրական օր, նոյեմբերի 6-ին Լուսինը գտնվում է Ցուլի կենդանակերպում, առավոտյան ժամերից դրական դիրքավորումներ, Ցուլը դա կենցաղն է, ֆինանսներն են, ռեսուրսներն են, կարող է գնումներ կատարել, այնպիսի գնումներ, այնպիսի իրեր, որոնք երկարաժամկետ օգտագործման են, որտեղ Լուսինը դրական դիրքեր ունի Սատուրնի հետ, որոնք նաև կենցաղային այդ ձեր հոգսը կարող է թեթևացնել, Ուրանը դա կարող է լինել նաև բարձրավոտ հոսանքները, բոլոր այդ կենցաղային տեխնիկաները, սկսած խոհանոցային այդ իրերը, դուրս եկած նաև ձեռքի հեռախոսներ, սմարթֆոններ եւ համակարգիչ, այդ ամենը շատ բարենպաստ է, նոր պրոյեկտներ սկսելու, ճիշտ է այն լիալուսնից անց է, բայց Լուսինը գտնում է շատ